Բարի երեկո, ժամը 20-ն է, Ազատության եթերում դրատվական կենտրոնն է, նախ վերնագրերով մի քանի թեմաներ։ «12:25 զանգը տվել է։ Կրկին աշակերտներ ու պետական աշխատողներ վարչապետի քարոզարշավում։ Ուսուցչուհիները գիտեն, որ շուտ եք դուրս եկել։ Թույլ են տվել, որտեվ իրանք էլ են եկել։ Ծառուկյանը հրավիրում է առյուծների վանդակ։ Կարապետյանը դիմում է դատարան։ Քոչարյանը ռուսներին է պաշտպանում։ Ռուսաստանն օրեցօր սաստկացնում է Հայաստանին ուղղված սպառնալիքները։ Վարչապետի հետ թեժ բանավեճից հետո կալանավորված Արթուր Օսիպյանը հացադուլ է հայտարարել։ Թեհրանը ստացել է Վաշինգտոնի պատասխան առաջարկները։ Քարոզարշավի կեսն անցել է եւս 15 օր եւ 19 քաղաքական ուժերը կլռեն ընտրությունը թողնելով հայաստանցիներին։ Մինչ այդ վարչապետն այսօր Արարատի մարզում է եւ այսօր էլ լրագրողները արձանագրել են դպրոցների պետական այլ հիմնարկների աշխատակիցների մեծ թվով մասնակցություն, դատելով կադրերից կազմակերպված։ Ընդամենը օրեր առաջ Արագածոտնի 4 դպրոցի տնօրեն նույն բանի համար ստիպված եղավ ազատման դիմում գրել։ Նրանց հարցը դեռ քննվում է, բայց դիտորդներն արդեն դա վարչական ռեսուրսի չարաշահում են որակել։ Ես ատում եմ վարչական ռեսուրսը եւ դա ճշմարտություն է։ Արարատի մարզի վերին Արտաշատ բնակավայրում քարոզարշավ իրականացնող վարչապետ Նիկոլ Փաշինյանին դիմավորում են դպրոցական կոլեկտիվը, աշակերտներ, համայնքային այլ աշխատողներ։ Հայաստանի եւ իշխող քաղաքացիական պայմանագրի դրոշները ծածանող աշակերտներից պատմեցին, դասերը շուտ են ավարտել, որ գան Նիկոլ Փաշինյանին դիմավորելու։ Դասի էինք, ուղղակի եկել ենք ստեղ հենց Փաշինյանի համար։ Հա, ավարտվեց։ Ասացիք Փաշինյանի այցի համար եկել եք ստեղ։ Հա, ես դասի շեմ։ Քանիսին է ավարտել դասերը։ Մի րոպե։ 12:25 զանգը տվել է։ Բայց սովորաբար երբ է դասերն ավարտվում։ 2-ից 5 պակաս։ Այսօր շուտ եք մի քիչ։ Հա։ Որ գաք էստեղ դրոշները։ Քեզ ով ա տվել դրոշը։ Մադմարտ։ Ով։ Մադմարտ։ Հատ մարդ չես ճանաչում։ Չէ։ 9-րդ դասը։ Այսօր դպրոցները դասը շուտ է ավարտել։ Այո։ Ավարտենք, էլի խնդրում եմ։ Բարև։ Բարև ձեզ։ Որ դասարանն ես։ 6-րդ։ Քանիսին ես ավարտել դասերը։ Ժամ Չես գնացել։ Չէ, չեմ գնացել։ Ինչու։ Հիվանդ եմ մի քիչ։ Հա, բայց այստեղ եկել ես։ Հա։ Իսկ դրոշները որտեղից ես վերցրել։ Տենց բաժանում էին, վերցրեցին։ Իսկ ուսուցչուհիները գիտեն, որ շուտ եք դուրս եկել, թե թույլ են տվել։ Թույլ են տվել։ Ինչ ասացի։ Ասեցին կարակ գնաք, որտեվ իրանք էլ են եկել։ Հա, բոլորով եկել եք, որ դիմավորեք վարչապետին։ Իսկ ձեր դպրոցը ոնց էր կոչվում։ Վերին Արտաշատի միջնակարգ դպրոց։ Նորենի անուն ազգան։ Հախնազարյան Շուշան։ Իսկ էլի դասարաններ են ձեզ հետ այստեղ ճանաչում եք ձեր դպրոցից շատ կա։ Շատ են։ Ուսուցիչներն էլ, բոլորն էլ էստեղ։ Հա։ Տնօրենն էլ է այստեղ։ Հա, տնօրենն էլ այստեղ։ Գյուղի դպրոցի անձնակազմը Նիկոլ Փաշինյանին սպասում էր ժամը 12:30-ից։ Նրանցից այս ուսուցիչն օրինակ պնդեց, թե ինքն իր ժամերը պարապել, հետո է եկել վարչապետին դիմավորելու։ Աշխատում եմ այո։ Որտե՞ղ։ Դպրոցում։ Ինչ եք դաս ավարտել։ Հայոց լեզու եւ գրականություն։ Ավարտվել են դաս։ Իհարկե, Բայց անպայման։ այսօր դեռ դպրոցները արձակուրդները չեն սկսել, չէ՞։ Չէ, դեռ չեն սկսել։ Ամեն մեկը նայում է իր աշխատանքին ու գալիս է, աշխատանքս ավարտել եմ, հաճույքով։ Այո, իհարկե, դպրոցում դասերը շարունակվում են, ես ազատ եմ եկել եմ։ Ցանկությամբ, անպայման։ Ով ուզում է, Իհարկե, ով ուզում է։ Իսկ որ դպրոցական անձնակազմն այդ պահին դպրոցում չեր ու սպասում էր վարչապետին, պատմեց բնակիչներից մեկը, ցույց տալով, թե կոնկրետ որ հատվածում են նրանք հավաքված։ Ուսուցչական անձնակազմից սակայն հրաժարվեցին խոսել, խուսափելով Երևալ նաև տեսախցիկների առաջ։ Այո։ Որտեղի կոլեկտիվն է, դպրոցի։ Ի տարբերություն նրանց, գյուղի մշակույթի տան տնօրենը, որ ինչպես պարզվեց միակ աշխատողն է, աշխատանքային ժամին դռները կողպել եւ շտապել էր Նիկոլ Փաշինյանին հանդիպելու։ Ություն ձեր մոտ աշխատանքային ժամ չի։ Աշխատանքային ժամ է։ Ոնց եք աշխատանքը թող։ Աշխատել ենք, ամեն ինչ արել ենք, ինչ որ պետք է։ Ես առավոտից նստած միջոցառում էի գրում, բայց հիմա դուրս եմ եկել վարչապետին դիմավորելու։
Հավաքվածների շարքերում նաև համայնքապետարանի աշխատակիցներ էին։ Մենք համայնքապետարանի աշխատակիցներն ենք, բնականաբար այստեղ պիտի լինենք։ Ինչու բնականաբար։ Որովհետև գտնում ենք, որ այդպես պիտի լիներ։ Դուք եք համայնքապետարանի աշխատակից։ Համայնքապետարանի, չէ, ես դպրոցում եմ աշխատում։ Դպրոցում։ Այո։ Իսկ վարչապետն իրեն դիմավորելու եկածներին ողջունեց ծափերով։ Հետո արդեն հայտարարեց, տպավորություն ունի, թե երկրում կարևոր քաղաքական պրոցես է, առաջնորդողն էլ երեխաներն են։ Եվ այդ պրոցեսը այստեղ էլ, աչից պրոցեսի հիմնական առաջնորդողները, երեխաները, ես ավելի շատ սկսում եմ անվանել այս գործընթացը երեխաների հեղափոխություն, որովհետև երեխաները այս պրոցեսում անընդհատ ներշնչում են, ինձ էլ համոզված եմ, ձեզ էլ համոզված եմ ծնողներին էլ։ Նիկոլ Փաշինյանը մարդկանց հետ շփվելու համար ժամանակ քիչ ուներ, արագ քարտեզները բաժանեց եւ լսեց միայն այս կնոջը։ Նրա տղան զոհվել է 44-օրյա պատերազմին։ Այսինքն ձեզ որդիներից մեկը զոհվել է։ Մեկը զոհվել է, թոքիմս, 3 տարեկան։ Պարոն Փաշինյան, շատ շնորհակալ ենք խաղաղության Արարատի մարզի մի շարք գյուղերում ու քաղաքներում հասցրեց լինել քաղաքացիական պայմանագրի թիմը։ Գրաֆիկը խիտ էր, ժամանակը սահմանափակ, բայց Սուրենավանում հյուրասիրությունից վարչապետը չհրաժարվեց։ Մի քանի րոպե ուներ, սեղանի ուտելիքներից սկսեց օգտվել ավելի շուտ, քան անվտանգության աշխատակիցը կհասցներ նրան մեկնել ձեռքերն ախտահանող հեղուկը։ Երեկոյան Նիկոլ Փաշինյանի թիմը քարոզարշավը կամփոփի հանրահավաքով։ Սամվել Կարապետյանի ուժեղ Հայաստանի առաջին համար գործարարի եղբորորդին Նարեկ Կարապետյանն արդեն ինքն է պատրաստվում դատի տալ իրավապահներին, որոնք երեկ հաղորդել էին, թե թեկնածուն թաքցրել է, որ նաև Ռուսաստանի քաղաքացի է։ Տեղեկությունը տարածել էր Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, վկայակոչելով մի փաստաթուղթ, բայց ռուսական կողմը հերքել է։ Այլ երկրի քաղաքացիության դեպքում Կարապետյանը չի կարող մասնակցել ընտրություններին։ Իրավաբանները արդեն ամենայն հավանականությամբ մինչև երեկո դիմաց կլինեն։ Նարեկ Կարապետյանը դատի է տալիս քննչական կոմիտեին, որ երեք վարույթ էր հարուցել ընդդիմադիր ուժեղ Հայաստանի ցուցակը գլխավորող պատգամավորի թեկնածուի նկատմամբ, հայտնելով, թե Կարապետյանը թաքցրել է օտարերկրյա քաղաքացիությունը։ Առաջինը այս լուրը շրջանառեց Ազգային ժողովի նախագահը։ Ալեն Սիմոնյանը իրավաբանական անձանց ռուսական ռեգիստրից ներբեռնված մի փաստաթուղթ էր հրապարակել, որում Նարեկ Կարենի Կարապետյան անուն ազգանունով անձի դիմաց գրված էր Ռուսաստանի քաղաքացի։ Նարեկ Կարապետյանը ոչ միայն հերքել էր, որ Ռուսաստանի քաղաքացի չէ, այլ նաև պահանջեր, որ 24 ժամվա ընթացքում նույնն անեն իրավապահները։ Ավելի ուշ էլ Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինն էր հայտարարել, թե Նարեկ Կարապետյանը երբեք չի ունեցել Ռուսաստանի Դաշնության քաղաքացիություն։ Ու սա միակ հերքումը չէ, որ պահանջում է ուժեղ Հայաստանը։ Գրեթե միաժամանակ ռուսական ինսայդերն էլ մեկ այլ փաստաթուղթ էր հրապարակել, ըստ որի ընդդիմադիր ուժի առաջնորդ Սամվել Կարապետյանի անձնագրային գործում նրա աշխատանքի վայրը նշված է Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության տեղեկատվական կենտրոն։ Ավելի վաղ լրագրողների հետ զրույցում ինքը Սամվել Կարապետյանը արձագանքել էր կարճ։ Հրապարակումը Նիկոլ Փաշինյանի ձեռքի գործն է։ Այսօր Ազատության հետ զրույցում նրա եղբորորդին հայտնեց, որ մի հաղորդում էլ այս մասով է լինելու, իսկ գումարը, որ կպահանջեն դատարանից պատճառված վնասի համար, հստակ նպատակով են ծախսելու։ Որ այդ գումարները, որ դատական գործի շրջանակում կգանձվի, մենք կուղենք հոգեկան առողջության խնդիր ունեցող մարդկանց, հիմնականում պաշտոնյաներին անվճար դեղեր բաժանելու վրա, որ հնարավորություն ունենանք հավասարակշիռ վայելաձև ունենան մարդիկ։ Արագածոտնի մարզում քարոզարշավ իրականացնող ուժեղ Հայաստանի ընտրացուցակի առաջին համարից փորձեցինք հասկանալ, արդյոք նորմալ է համարում, որ քարոզարշավը վերածվել է փոխադարձ վիրավորանքների, անեծքների։ Կրծեր Կարապետյանի կարծիքով ատելության խոսքը իշխող ուժն է գեներացնում, մահվան կոչերը իշխանական թևից են հնչում։ Հիմա կալուգացի Սամո, քեզ հարցնում եմ, գերդաստանում հետ 6 չափահաս տղա ես ունեցել, երկուսը քոնը, երկուսը աղբորին հետ, երկուսն է քրոջին հետ, ինչի չեն վիրավորվել կամ նահատակվել հանուն Հայաստանի։
Վանաձորում 3 պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն էր այսպիսի հարցադրումներ անում։ Կարապետյանների տոհմի 6 զավակներից մեկը Նարեկը այսօր ակնարկեց։ Պապիկյանի կանգնած տեղից մի քանի մետր այն կողմ իր հորեղբայրը ծննդատուն է կառուցել։ Իրենց մոտեցումը մահեր բերել, մահեր գուժել, մահ առաջարկելն է։ Մեր մոտեցումը այդ ծննդատունը կառուցելն է, որ ծնունդները շատանան։ Մահ թե նոր կյանք, այս մասին Նարեկ Կարապետյանը խոսեց նաև կանգառներից մեկում, Արագածավանում։ Մի 2 օր առաջ էլ դրանից Հայաստանի վարչապետն էր նույն հայտարարությունը արել, ասել էր ինչու արցախցիները չեն մահացել։ Իրենք միշտ խոսում են մահերից, իրենք բերում են մահեր։ Մեզ պետք է առաջնորդ, ով երկրին վերաբերում է հորպես, հերը կգա տուն, կասի խիչ ես գնացել զոհվել։ Ուժեղ Հայաստանին սիրող հայր է պետք։ Նարեկ Կարապետյանի պնդմամբ իր միլիարդատեր հորեղբայրը համապատասխանում է այդ դերին։ Տնտեսական հրաշքների մասին էլ այստեղ խոսեց Նարեկ Կարապետյանը։ Արագածավանցիներն էլ Երևանից եկած падգամավորի թեկնածու հյուրին որոշեցին զարմացնել իրենց հրաշքով, Բերդ բարելով։ Հակակոռուպցիոն կոմիտեն այսօր կրկին հայտնել է, որ ուժեղ Հայաստանը ընտրակաշարք է բաժանել Ալավերդիում կան ձերբակալվածներ, նաև գաղտնալսումներ են հրապարակվել։ Սամվել Կարապետյանը մինչդեռ կտրականապես հերքում է, թե կապ ունի գրեթե ամեն օր հաղորդվող այս դեպքերի հետ։ Բացառված չէ, որ իրավապահները այսօր գնան Բարգավաճ Հայաստանի երկրորդ համարի հետևից։ Վարչապետը 3 անձամբ հայտարարեց, որ Անդրանիկ Թևանյանի վերաբերյալ պետական դավաճանության մասին տվյալներ կան ազգային անվտանգության ծառայությունում։ Վաղը Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը սահմանված կարգով հանցագործության մասին հաղորդում կուղարկի քննչական կոմիտե ակնկալելով, որ Անդրանիկ Թևանյանի դեմ քրեական գործ հարուցվի հայրենիքի դավաճանության հոդվածով։ Ուղիղ եթերում վարչապետի հնչեցրած այս հայտարարությունից մեկ օր անց իրավապահները դեռ լուռ են։ Ազգային անվտանգության ծառայությունը չի մանրամասնում, թե ընդդիմադիր Բարգավաճ Հայաստանի նախընտրական ցուցակի երկրորդ համար Անդրանիկ Թևանյանի մասին այդ ինչ մեղադրանքներ էր հնչեցնում Նիկոլ Փաշինյանը Վանաձորյան քարոզարշավի ժամանակ եւ արդյոք պատրաստվում են կատարել վարչապետի ցուցումը։ ԱԱԾ լրատվականից հորդորեցին հետևել պաշտոնական լրահոսին, իսկ քննչական կոմիտեից հայտնեցին, թե վարչապետի հիշատակած նյութերն իրենք դեռ չեն ստացել։ Եվ այս լրտեսական ցանցը մենք ի վերջո վերջնական եւ ամբողջական արմատախիլ են կանելու Հայաստանի Հանրապետությունից։ Իրավապահները չեն մանրամասնում նաեւ, թե այդ ինչ լրտեսական ցանցի մասին է խոսում Փաշինյանը։ Նրա թիրախում հայտնված ընդդիմադիր գործիչն այսօր պնդում էր, թե տեղյակ չէ Փաշինյանի կոշտ մեղադրանքներից։ Ինձ հետ կապված ես որևէ տեղեկատվություն չունեմ։ Ենթադրում եմ, որ ինչ-որ process-ներ սկսելու են։ Երևի հիմա գործը կարում են, վերակարում են, մտածում են ինչ անեն, բայց այնքան սպիտակ թելերով է լինելու այդ ամեն ինչը, որ ուղղակի մարդիկ տեսնելու են, թե ինչպիսի հանցավոր եւ ճղճի իշխանության հետ գործ ունեն։ Այսօրվա ասուլիսում Թևանյանն իր հերթին Փաշինյանին դավաճան անվանեց 2022 թվականի հոկտեմբերին Պրահայում Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելու փաստաթուղթը ստորագրելու համար։ Նիկոլ Փաշինյանը 22 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում ճանաչել է Արցախը Ադրբեջանի մաս, դրանով իսկ գործելով պետական դավաճանություն։ Անդրանիկ Թևանյանը համարում է, որ Փաշինյանը ուղիղ ցուցում է տվել ԱԱԾ-ին ու քննչական կառույցին, ասաց, որ իրավաբաններն այժմ աշխատում են վարչապետի դեմ հաղորդում ներկայացնելու հարցի շուրջ։ Տվյալ դեպքում ինքը իրավունք չունի հանձնարարականներ տալու, ցուցումներ տալու, եթե ասենք ինչ-որ գործը կարել է, նույնիսկ ձևական կողմը չի պահպանում, այսինքն ինքը ցուցումներ է տալիս, թե ինչ պետք է կարել, հետո տալիս է, թե որ մարմինը ինչ պետք է անի, երբ պետք է անի, ինչպես պետք է անի եւ կոնկրետ մեղադրանք է հնչեցնում, որը բնականաբար որևէ հիմք չունի, բայց այդ ապօրինությունը հենց դա է։ Բարգավաճ Հայաստան կուսակցության նախընտրական շտաբն էլ տարածած հայտարարության մեջ ընդգծում է. Հայաստանի ընտրական պատմության մեջ եւ միջազգային պրակտիկայում տեղի ունեցավ նախադեպը չունեցող մի գործընթաց։ ԲՀԿ-ից պնդում են, որ վարչապետն ուղիղ եթերում ընդդիմադիր առաջատար ուժի տեխնացուի դեմ գործ հարուցելու հանձնարարական է տալիս։ Կառույցի գնահատմամբ դա լիազորությունների գերազանցում է եւ հակասում է իրավական պրակտիկայում միջազգային փորձի տրամաբանությանը։ Պատգամավորության տեխնացուներն այս շրջանում օժտված են անձեռնմխելիությամբ, նրանց նկատմամբ քրեական
ամրապնդում նախաձեռնելուց առաջ իրավապահները պետք է ստանան կենտրոնական ընտրական հանձնաժողովի թույլտվությունը։ Գագիկ Ծառուկյանի ու Նիկոլ Փաշինյանի հեռակաբանավեճն արդեն ժամարժամ է սրվում, վարչապետը սպառնում է գործարարի հետախուզվող որդուն վերադարձնել, որպես ապօրինի գույք պետականացնել նրա ունեցվածքը, Բարգավաճ Հայաստանի առաջնորդին անվանում է լրտես։ Դու իրոք չես կարող իջնես այդ մակարդակի, որովհետև քո մակարդակը այնքան ցածր է, որ դու իջնելու տեղ չունես, հակառակ դեպքում դու իջնեի։ Իջնելու համար դու պետքա գետինը մտնես, այսինքն գետնի վրա պետքա չերևաս, որովհետև քո մակարդակը պլինդուսի ցածր է։ Պարոն վարչապետ, ես ինչ որ արածիս համար պետք է գետի տակ մտնեմ։ Դու ես զոհերը տվե, դու ես հողերը հանձնե, դու ես վիրավորները տվե, դու ես Ալևին այդքան արուն թափելուց, այսքան ամեն ինչից շնորհակալություն հայտնեմ, դու 8 տարի ժողովրդին խաբելով, այսօր էլ նոր հենա ցույց տվեց, ուզում ես մեր հողերը տաս ճանապարհը փակես, դու պետք է մտնես այնց, որ вообще չերևաց գոնե ժողովրդի աչքին։ Եթե հայտարարել են Ծառուկյանը շպիոն, հա, Ինչ թող գնդակարեն, իմ ցանկությամբ թող տգրեն, եթե չէ արտահայտողը պետք է գա մտնի մառուցի մոտ, իրա ցանկությամբ։ Եթե տեսա թող եթե դանդակ խոսալով, մարդկանց վրա ցեխ շպրտելով չի ժողովուրդը, արած բան չունեն, ասելու բան չունեն, ժողովրդի համբերությունը հելել է, այսօր փոփոխություն ապել ժողովուրդ։ Հայաստանյան քարոզարշավին զուգահեռ Ռուսաստանը սաստկացնում է սպառնալիքները, թե Երևանը տնտեսական ծանր հետևանքների է բախվելու, եթե շարունակի եվրոպական ուղին։ Պուտինից մինչև Շոյգու, Լավրով ու Զախարովա վերջին օրերին հիշել են էլ Հայաստանի խորացող հարաբերությունները Արևմուտքի հետ, էլ Զելենսկու այցը, իրենց հերթին հիշեցնելով, որ գազը կարող է թանկանալ, Ռուսաստանում ապրող հայերը խնդիրներ կունենան։ Երևանում արձագանքում են։ Ռուսաստանից հնչած հայտարարություններից իշխող քաղաքական ուժը ըստ պնդումների շատ անհանգստացած չէ։ Ես ձեզ հավաստիացնում եմ, որ բոլոր խոսակցությունները կավարտվեն հունիսի 8-ի առավոտյան, երբ որ կենտրոնական ընտրական հանձնաժողովը կարձանագրի արդյունքները եւ դուք տեսնեք մեր ժողովրդի քվեն եւ դրանից հետո բոլոր հարցերը կփակվեն։ Ռուսաստանի անվտանգության խորհրդում 3 Հայաստանի հարցով հատուկ աշխատանքային խմբի քննարկում է կազմակերպվել, որտեղ քարտուղար Սերգեյ Շոյգուն բավականին կոշտ հայտարարություններ է հնչեցրել Հայաստանի ղեկավարության քայլերը որակելով անհամատեղելի Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունների ոգուն։ Դրանց շարքում շեշտադրել Հայաստանի եվրոպական ձգտումները։ Руководство этой страны в последнее время предпринял ряд шагов, которые не отвечают духу союзнических отношений с Российской Федерацией. Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը համաձայն չէ Շոյգուի գնահատականի հետ։ Հայաստանը որևիցե քայլ չի արել, չի անում եւ չի նախապատրաստվում անել Ռուսաստանի կամ որևիցե այլ պետության դեմ։ Ալեն Սիմոնյանը այս փուլում Ռուսաստանից հնչող կոշտ հայտարարությունները կապում է, ինչպես նաև պնդում, Ռուսաստանի ազդեցության տակ գտնվող 3 ընդդիմադիր ուժերի ընտրություններին մասնակցության հետ։ Սամվել Կարապետյանի ուժեղ Հայաստանին, Ռոբերտ Քոչարյանի Հայաստան դաշինքին եւ Գագիկ Ծառուկյանի ԲՀԿ-ին վարչապետ Փաշինյանը պատերազմի եռագլուխ կուսակցություն է անվանում։ Այսինքն ռուսները նախընտրական այս փուլում փորձում են իշխանությանը ճնշել, որպեսզի իրենց նախընտրելի ուժերի համար ինչ որ իրավիճակ փոխեն։ Ես կարծում եմ, որ ոչ թե իշխանությունը, այլ կոնկրետ ինչ-որ կենտրոններ, որովհետև այնտեղ իշխանությունը շատ լայն հասկացողություն է, տենց ռուսական արտահայտություն կա, Կրեմլը մի քանի բաշնյա ունի եւ կարծում եմ որոշներ ուղղակի հայ ժողովրդին չեն ճանաչում։ Ուղիղ հայտարարություններ, թե ինչ քայլերի կարող է գնալ Երևանի գործողություններից դժգոհ Մոսկվան, Սերգեյ Շոյգուն 3 չի թվարկել, բայց առարկությունների կողքին նաև հիշեցրել է Ռուսաստանից Հայաստանի տնտեսության կախվածության մասին, որ թե արտահանման, թե ներմուծման ծավալներով Հայաստանի գլխավոր գործընկերը Ռուսաստանն է։ Մոսկվան Երևանին գազը վաճառում է շուկայականից 3 անգամ ցածր գնով, ալյուրը, հացահատիկը, պարարտանյութերը, դիզելային վառելիքն ու բենզինը արտոնյալ պայմաններով։ Վերջո դա փող շահավետ է այդ համագործակցությունը։ Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հակադարձում է Ռուսաստանից մատակարարումները Հայաստանն անվճար չի ստանում։
Դե մենք կարծում ենք, որ այդ գործընկերությունը նորմալ շարունակվի եւ մենք աշխատում ենք, որ այդ ուղղությամբ որ նորմալ ամեն ինչ շարունակվի։ Ռուսաստանի անվտանգության խորհրդում Հայաստանի հարցով հատուկ խմբի քննարկման բաց հատվածից տարածված կադրերում երևում է հանդիպմանը մոտ 2 տասնյակ ռուս պաշտոնյա է մասնակցել։ Այս հանդիպումից անմիջապես հետո հայտնի դարձավ, որ Ռոսսելխոզնadzորը մայիսի 22-ից ժամանակավորապես կսահմանափակի Հայաստանից ծաղիկների ներմուծումը, մինչև ավարտվեն ջերմոցների ստուգումները։ Հայկական ծաղիկները հիմնականում Ռուսաստան են արտահանվում։ Հայաստանի կառավարությունն ունի պլան B, եթե ռուսական կողմը գնա կոնկրետ գործողությունների, օրինակ խնդիրներ ստեղծի նաև ցորենի արտահանման համար կամ թանկացնի գազի գինը։ Նիկոլ Փաշինյանի կառավարության անդամը էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը վստահ է, Ռուսաստանը չի գնա կտրուկ գործողությունների։ Բոլոր մեխանիզմները կան, մշակված են, դրված են, բայց մենք հավատացած ենք, որ ձեր ասած սցենարը տեղի չի ունենա։ Չնայած Երևանի հավաստիացումներին, որ ԵՏՄ-ից դուրս գալու օրակարգ այս պահին չկա, Մոսկվան պարբերաբար շտապեցնում է ԵՏՄ-ԵՄ ընտրության հարցում։ Ավելին հայտարարվեց, որ Աստանայում հաջորդ շաբաթ նախատեսված ԵՏՄ նիստում կքննարկվի Հայաստանի կարգավիճակի հարցը։ Այնուհանդերձ վարչապետ Փաշինյանը, ըստ ազգային ժողովի նախագահի, ռուսական կողմի այս կոշտ հայտարարությունների ֆոնին որոշումը չի փոխի եւ չի մեկնի Աստանա։ Չէ, ինչի պետք է գնա, մենք քարոզարշավի մեջ ենք, դա քաղաքական որոշում մի որակ է, հա։ Վարչապետը Ռուսաստանի Դաշնության նախագահին բացատրել է, որ մենք քարոտուկ տեսնում ենք ամեն օր առավոտը ժամը 7-ից արևահարված վարչապետը փողոցներում է։ Никол Ваваевич Пашинян не сможет присутствовать на предстоящей встрече лидеров стран ԵԱԵՍ։ Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակը հաստատել է, Հայաստանից պաշտոնապես տեղեկացրել են Փաշինյանը չի մեկնի Աստանա, որտեղ նրան կփոխարինի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ Եվ կարծես կան առաջին գործնական հետևանքները, Ազատությունը հազանգեր է ստանում, որ Լարսում բեռնատարների մեծ կուտակումներ են, ռուսական կողմը թույլ չի տալիս, որ հայկական մեքենաները հատեն սահմանը։ Լարսում կոնկրետ մեջ չմիում եմ, որ դեպի գնում է Ռուսաստան, գայնած ենք դարսմոտերի։ Դեպի Հայաստան գալացողն էլ նույն խնդիրը, նույն խնդիրն է Հայաստան գալացողը։ Աֆորմի չեն անում, որը աֆորմի տարել են դոկումենտներ չեն տաս, ասում են ծրագիր չկա, բայց վրացական մեքենաները շատ հանգիստ գնում են դեպի Վրաստան։ Հայաստան գալացող մեքենաները կանգնած են։ Կարող է 50 հատի, 60 հատի միջից մի հատ կամ երկու հատ ձևական հայկական մեքենա է, որ յանում տեսեք հայերին են թողում, անեշի որ հայերին պահում ենք։ Իմը երրորդ օրն է, որ կանգնած եմ։ Կայնաձեի դեմից, որ եկել եմ Լարս, ռենտգեն անցել եմ, թղթերը չեն վերցնում, հիմա ես իշկան վախտար, չերես բրոկեր են ուղարկում, դոկումենտներ որ տաս աֆորմի տանեմ, որ դու տամոժնուս դուրս գար։ Դերը արդեն 40-րդ օրն է։ Մարդ կա, արդեն 40-րդ օրն է կանա, որ պետքա դասմոտր անեն ու չեն արել։ Դեր երկրի մեղքովա որ դուք ստե կանգնած եք, պրիչին եմ բռնում, որ յանիմ ծրագիր չկա։ Եթե ծրագիր չկա, այդ ոնց է ուրիշ ազգերի համար է ծրագիրը գործում, հա, հայերի համար չի գործում։ Մեզ գումարների հարց է, ու այդքան ժամանակ մի հատ մեր կառավարությունը այդքան ժամանակ չզանգեց, չհարցրեց, ասես գիտես ինչ կա, հարգելի վարորդներ, մենք մեր գործընկերների հետ, Ռուսաստանի գործընկերների հետ որ խոսում ենք, խիմ մեզի ասում են, սենց բան արդյոք իրական են ասում իրանք, թե մեզ խաբում են, մեկը չզանգեց, չհարցրեց, էլի, թող մեկն ու մեկը կանգնվեն մեզ հետ, մենք էլ իրականությունը իրանց ցույց տանք։ Եթե մեր երկրը մեզ ուշադրություն չի դարձնում, բնականաբար մնացածը ոչ էլ ուշադրություն դարձնեն, անտեսենք, գտանք կորենք։ Ռոբերտ Քոչարյանը, որ Ռուսաստանի հետ հարաբերությունները խորացնելու օրակարգով է մտել ընտրապայքար, շտապել է արձագանքել Մոսկվայից հնչող սպառնալիքներին, մեղադրանքների սլակն ուղղելով դեպի Փաշինյանը։ Վռնդել ենք այս խուժաններին, համաձայն ենք։ Ընդդիմադիր Հայաստան դաշինքի առաջնորդն այսօր էլ ապարանում ու Թալինում էր քննադատում Փաշինյանին, թե պարակտել է հանրությանը միմյանց դեմ հանել մարդկանց ու թուլացրել երկիրը։ Այս մարդը չի հասկանում, որ անխնդրական է, թե նախընտրական չի, իշխանությանը լսում է նաև դրսում։ Եվ երբ դու խոսում ես, հիմարություններ ես, լեզվիտ ես տալիս, Ռուսաստանի պես երկրի պես,
անմիջապես արձագանքում են։ Ըստ Քոչարյանի, Փաշինյանի քաղաքականության հետևանքով է, որ Ռուսաստանում քննարկում են Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության հարցը, ինչպես նաև Ռուսաստան ծաղիկների արտահանման սահմանափակումների հարցը։ Երեկվա արձագանքը ուղղակի շատ վատ նշան է։ Ես այդ երկիրը շատ լավ գիտեմ։ Ես տողերի արանքով կարդում եմ, թե պաշտոնյաները ինչ են ասում։ Ասում են, որ դուք ժողովուրդ ջան պրոբլեմ ունեք այս իշխանության հետ։ Եվ այն սահմանափակումները, որ արդեն մտցրել են այդ ծաղիկների արտահանման հետ կապված, հազարավոր մարդկանց ուղղակի վնաս է հասցնելու։ Եվ ես անկեղծ ասեմ, չեմ հասկանում։ Լավ, մտել ես քարոզարշավ, չես կարող լեզու տեղը պահես, գոնե մեծ պետություններին չկպնես։ Ռուսաստանի անվտանգության խորհրդում 3 Հայաստանի հարցով հատուկ աշխատանքային խմբի քննարկում է եղել։ Խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն Հայաստանի ղեկավարության քայլերը եվրոպական ձգտումները որակել է անհամատեղելի Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունների ոգուն։ Հիմա վաղը մյուս օր, որ գյուղարտադրանքի այլ տեսակների վերաբերյալ արգելքներ մտցնեն, ինչ են անում։ Հիմա այդ ժողովուրդ, այդ խեղճ ժողովուրդ, օրինակ ով որ վարկա վերցրել, ով որ ջերմոցա սարքել, այսօր վարկա սպասարկում եւ այդ ջերմոցում ծաղիկ արտադրում եւ արտահանում Ռուսաստան։ Ինչ պիտի անի այդ մարդը։ Այդ մարդը թո ինքը այդ դեպքում պայմանավորի ու ծաղիկները տանեն Ֆրանսիա ծախել։ Չնայած Նիկոլ Փաշինյանը վերջին օրերին վստահեցնում է, թե Պուտինի հետ ջերմ հարաբերություններ ունի, Ռոբերտ Քոչարյանը կարծում է, բանը բանից արդեն անցել է։ Ռուսաստանը անցել է գործողությունների։ Դա Ռուսաստանի քաղաքականություն չի, ամբողջ աշխարհում դա աշխատում է հենց այսպես։ Բարեկամ երկրների համար ավելի արտոնյալ ռեժիմներ են սահմանում, ոչ բարեկամ երկրների համար այլ ռեժիմներ են սահմանում։ Հիմա Ռուսաստանը ասում է հետևյալը. դու ուզում ես աղբերանաս մեր թշնամիների հետ։ Դու ինչ ես ինձանից սպասում։ Ես քեզ դադարելու եմ դիտել որպես բարեկամ երկիր։ Ասում է դիտելու եմ ձեր հայ ժողովրդին որպես բարեկամ ժողովրդին, բայց դուք երկիրը սարքում եք ոչ բարեկամ երկիր։ Ռոբերտ Քոչարյանն այսօր էլ դիմեց ապարանցիներին, թե Փաշինյանին ընտրելը նշանակում է ձայն տալ Ադրբեջանի ղեկավարին, ըստ երկրորդ նախագահի Փաշինյանին կառավարում է Ալիևը։ Որ պատերազմի եռագլուխ կուսակցությանը ձայն տալը, այդ նշանակում է Հայաստանը տանել հետ պատերազմի հորձանուտի մեջ։ Փաշինյանն էլ պնդում է, թե իր հիմնական մրցակիցներն են պատերազմ հրահրում, երբ խոսում են խաղաղության պայմանագիրը վերանայելուց կամ արցախցիների վերադարձից։ Ես քանի պատերազմ եմ բերել Հայաստանի Հանրապետություն, կարող եք ասել։ Հիմա դուք ասեք, Նիկոլ Փաշինյանը քանի պատերազմ է բերել Հայաստանի Հանրապետություն։ Արցախի առաջին նախագահ Քոչարյանը Արցախը վերադարձնելու նպատակ ունի։ Մենք խոսում ենք միայն Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքի մասին։ Դրանից ավել մենք չենք խոսում։ Մեր ծրագրային բանը եւ դա իրենց անբաժանելի իրավունքն է։ Իսկ որքանով է դա առաջիկա տարիներին իրատեսական, Ռոբերտ Քոչարյանն ուղիղ չպատասխանեց։ Հիմա եկեք խոսենք հետեւյալի մասին։ Դու խնդիրը ֆիքսում ես ու անջատում ես այդ հարցը այս պահին իրատեսական է, թե իրատեսական չի։ Սա անբաժանելի իրավունք է եւ սրանով պետք է զբաղվես։ Ապարանից հետո ընտրարշավը Հայաստան դաշինքը շարունակեց Ալագյազում։ Այստեղ նրան դիմավորեցին աղոհացով, եզդիական համայնքում էլ գամփր նվիրեցին։ Հայաստանի նախընտրական ցուցակի 16-րդ համարը եզդիական համայնքից է Բորիս Մուրազին։ Վարչապետին քննադատած արցախցի ակտիվիստը, որ 2 ամսով կալանավորվել է, հայտարարել է հացադուլ բանտում մի նշան բողոքի։ Արաբկիրում տեսախցիկների առջև Նիկոլ Փաշինյանի հետ թեժ բանավեճի մեջ մտած Արթուր Օսիպյանին իրավապահները մեղադրանք են առաջադրել 3 հոդվածով։ Վարչապետի հասցեին բռնության կոչի, խուլիգանության եւ նախընտրական քարոզչությանը խոչընդոտելու համար մի շարք իրավապաշտպաններ խիստ քննադատել են Օսիպյանի ձերբակալությունը, պնդելով, որ վարչապետն ինքն է այդ օրը սպառնալիքներ հնչեցրել։ Այսինքն վերագրվող արարքները, որքանով որ մեզ հայտնի, հա, այդ խուլիգանությունը, բռնության կոչերը եւ քարոզարշավին խոչընդոտելը ըստ էության առերևույթ իր գործողությունների մեջ նման հանցակազմերի տարեր չկային ըստ էության։ Արձագանքը պետք է լինի համաչափ ինչ որ արարքների ու պետք է լինի ոչ ընտրովի։ Այս դեպքում մենք նաև տեսնում ենք, որ ընտրովի է մոտեցումը ըստ էության, որովհետև այդ միջադեպում բավականին տհաճ բառապաշար օգտագործվում է նաև հենց վարչապետի կողմից։ Փաշինյանի խոսքերում տեսել եք առերևույթ ատելության խոսք, բռնության կոչ։ Որոշ արտահայտություններ կարող են պարունակել նման հանցակազմ, ու մեր հենց հորդորը այն էր կամ կոչը այն էր, հա, կամ ակնկալիքը, որ
համապատասխան մարմիններ պետք է գնահատական տան ոչ ընտրովի, չլինի դա ընտրովի, այսինքն եթե իշխանության ուժին է ուղղված ինչ-որ խոսք, միանգամից հարուցվի քրեական վարույթ, իսկ երբ որ հակառակն է, երբ որ կան հիմքեր ենթադրելու, որ խոսքը պարունակում է, ատելության խոսք կամ այլ տեսակի ոչ թույլատրելի խոսք, նման վարույթներ մենք ընդհանրապես չենք տեսնում։ Եվ ամփոփելով քարոզարշավի 14-րդ օրը իշխանության կողմից վարչական ռեսուրսի չարաշահմանահազանգերի հետքերով արդյոք գնացել են իրավապահները, նույն ջանասիրությամբ ինչ ընդդիմադիրների դեպքում է։ Ազատությունը վերջին օրերին մի շարք դեպքեր է արձանագրել, երբ աշխատանքային ժամին ընթացող իշխող ուժի քարոզարշավին ներկա են պետական ու համայնքային ծառայողներ, ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ, տնօրեններ։ Նրանք հաճախ չեն էլ թաքցնում, որ տնօրեն են, ուսուցիչ կամ համայնքային ծառայող։ Մի ամուր եկել եք աջակցելու, աջակցում եք, որ կոլեկտիվից եք։ Քաղաքային գրադարան։ Բոլորը ձեր կոլեկտիվի անդամներ են։ Ներեցեք ինչու եք շրջվում, ինչու եք խուսափում։ Որ կոլեկտիվից եք։ Ինչ կարևոր է։ Արտակ Աղեգյանի անվան իվ 2 դպրոց։ Ամբողջ կոլեկտիվով եկել եք։ Ամբողջ կոլեկտիվ, դասատուով, հավաքարարով, պահակով։ Բոլորը աջակցում են փաշին։ Այո։ Ձեզ առավել ևս ոչ։ 2 օր առաջ Սպիտակի քաղաքապետը գրեթե ամբողջ թիմով էր եկել քարոզարշավին։ Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Ազգանուշ Ֆրանգյանը հրաժարվում էր պատասխանել մեր հարցերին։ Աշխատանքի չեք հիմա։ Տեղականին էլ զայրացրել էր հարցը, թե արդյոք աշխատանքի չէ։ Աշխատանքի չեք, բա։ Այն չես ուզում արա, եկա կնիկ է։ Աշխատանք են, հանրապետության վարչապետն է, հերիքան է կար։ Մինչդեռ ընտրական օրենսգիրքը սահմանում է։ Արգելվում է տրանսպորտային ու կապի միջոցների, նյութական եւ մարդկային ռեսուրսների օգտագործումը ընտրությունների ժամանակ առավելություն ստանալու նպատակով։ Արգելվում են նախընտրական քարոզչության կազմակերպումն ու իրականացումը հանրային ծառայության մեջ գտնվողներին, առողջապահական կամ բժշկական կազմակերպությունների, ուսումնական հաստատությունների, նախադպրոցական ուսումնական հաստատությունների աշխատողներին իրենց լիազորություններն իրականացնելիս կամ ի պաշտոն է հանդես գալիս։ Ականատես դիտորդական առաքելությունը նույնպես ձեռքի տակ արգելված քարոզչության եւ վարչական ռեսուրսի կիրառման բազմաթիվ փաստեր ունի։ Կազմակերպության իրավաբան Դավիթ Գյուրջյանն Ազատությանն ասաց, այս ամենն ամբողջացնելու են ու դիմելու վարչական դատարան։ Իրանց արգելվում է քարոզչություն իրականացնել աշխատանքային ժամերին կամ նույնիսկ աշխատանքային ժամերից դուրս, երբ որ իրանք գործում են ի պաշտոն է։ Հիմա տվյալ դեպքում իրանք երբ որ ներկայանում են որպես ուսուցիչ, երբ որ իրանք ներկա են բոլորի համար տվյալ տեղանքում, տվյալ հավաքի ժամանակ իրանք իդենտիֆիկացվում են որպես տնօրեն, ուսուցիչ եւ այլն ուսումնական հաստատության աշխատակից։ Իրանք համարվում է, որ քարոզչություն են իրականացնում, անկախ նրանից իրանք բեմի վրա ինչ որ քարոզանում են թե ոչ։ Դու օգտագործում ես քո դիրքը այդ ուսակցության օգտին։ Այս ամենը կդիտարկվի արդյոք որպես վարչական ռեսուրսի օգտագործում, ինչն ընտրական օրենսգրքի խախտում է եւ վարչական պատասխանատվություն է ենթադրում աշխատավարձի 100-ապատիկից մինչեւ 400-ապատիկի չափով տուգանք, կախված զբաղեցրած դիրքից։ Մեկ շաբաթ առաջ Արագածոտնում քաղաքացիական պայմանագրի հավաքներին ուսուցիչների ու աշակերտների մասնակցությունից 2 օր անց Միասնության թևերի վարչապետի թեկնածու Արման Թաթոյանը մի ձայնագրություն էր հրապարակել, որտեղ լսվում էր, թե ինչպես է դասախոսը ուսանողներին հորդորում մասնակցել Արմավիրում Նիկոլ Փաշինյանի գլխավորած հավաքին։ Կինն ասում էր, թե հանձնարարվել է մաքսիմում շատ լինել հրապարակում։ Ես եմ գալու ժամը 5-ին հրապարակում, ովքեր պես չանեք ու ինձ հանձնարարել են, որ ես ասեմ, ես ձեզ եմ հանձնարարում եղեք, այնպես չնի, որ ես բնամ կաղնեմ հրապարակում ու տեսնեմ, որ իմ 2 խմբից ոչ ոք չկա։ Նայեք, տեսեք, ես պիտի իմ տնումյունցը երեսը բաղձանեմ, դուք էլ իմ։ Նախկին ՄԻՊ-ը պնդել էր, թե վարչական ռեսուրսի կիրառման համակարգված մեխանիզմ են գործի դրել։ Կասկածներ ուներ, թե հարկադրանք է եղել ուսանողների նկատմամբ ու դիմել էր դատախազություն։ Այսօր իրավապահ կառույցից ասացին հաղորդմանը ընթացք են տվել, բայց դեռևս քրեական գործ հարուցել-չհարուցելու մասին որոշում չունեն։ Նաև դիտորդներն էին ահազանգել Արագածոտնում դասի ժամին ուսուցիչների ու աշակերտների իշխող ուժի քարոզչությանը զանգվածաբար մասնակցելու մասին։ Դրանից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե վարչական ռեսուրսի կիրառումն իր համար անընդունելի է, սակայն իրավական գործընթաց մինչ այս պահը չի սկսվել։
Հայտարարվել էր միայն ծառայողական քննության մասին, աշխատանքից ազատման դիմումներ էին գրել 4 դպրոցների տնօրենները։ Որևէ խախտում չի կարան հետևանք մնա։ Տեղյակ եք։ Ես հանձնարարել եմ ծառայողական քննությունա նշանակված ամեն ինչ կպատասխանեմ։ Բայց վաղ բրիֆինգ կանեմ, կպատասխանեմ։ Այսօր կրթության նախարարությունից եւս ասացին, որ ծառայողական քննության մասին նորություններ չկան։ Ամեն ինչ էլ անում ենք։ Միջազգային լրահոսից, քանի Միացյալ Նահանգները հերթական անգամ հետաձգում է պատերազմի վերսկսումը, Իրանը զգուշացնում է, պատերազմով իրենց չեն վախեցնի, այս անգամ տարածաշրջանից էլ դուրս շատ ավելի հեռու հրթիռներ կուղարկեն, բայց միաժամանակ Թեհրանը նաև բանակցային նոր փաթեթն է դիտարկում։ Իրանը ստացել է խաղաղություն հաստատելու մասին Թեհրանի վերջին առաջարկների վերաբերյալ Միացյալ Նահանգների արձագանքը, որը փոխանցվել է միջնորդ Պակիստանի միջոցով, հայտարարել է Իրանի արտգործնախարարության խոսնակը։ Էսմայիլ Բաղային ասել է, որ հիմա ուսումնասիրում են այն։ 14 կետից բաղկացած առաջարկների հիման վրա այս ընթացքում մի քանի անգամ ուղերձներ են փոխանակվել Միացյալ Նահանգների հետ։ Մենք ստացել ենք ամերիկյան տեսակետները եւ ուսումնասիրում ենք դրանք։ Իրանական ինքնագործակալությունն էլ հաղորդում է, որ Պակիստանի բանակի հրամանատարի այսօրվա այցը Թեհրան նպատակ ունի նվազագույնի հասցնել Վաշինգտոնի եւ Թեհրանի միջև տարաձայնությունները եւ նպաստել փոխըմբռնման հասնելուն։ Խաղաղության գործարք կնքելու ամերիկյան գլխավոր պահանջներից մեկը հարստացված ուրանի դուրսբերումն է երկրից։ Ռոյտերզը հղումանելով իրանցի երկրու բարձրաստիճան աղբյուրի գրել է, թե երկրի գերագույն առաջնորդ Այաթոլլա Մոջթաբա Խամենեին հրահանգել է բարձր հարստացված ուրանը դուրս չբերել երկրից։ Աղբյուրներից մեկն էլ նշել է, որ իշխանության ներսում եւս կոնսենսուս կա այս հարցում։ Դեռ պարզ չէ, թե ինչպես սրանք արձագանքի Վաշինգտոնը։ Մինչ այդ ԱՄՆ նախագահը հայտարարել էր, որ պատրաստ է մի քանի օր սպասել, որպեսզի Թեհրանից մեջբերում եմ ճիշտ պատասխաններ ստանա։ Դոնալդ Թրամփը միևնույն ժամանակ զգուշացրել էր, ԱՄՆ-ն կարող է վերսկսել Իրանի դեմ ռազմական գործողությունները, եթե գործարք չկնքվի։ Եթե չստանանք ճիշտ պատասխաններ, ամեն ինչ շատ արագ տեղի կունենա։ Բոլորս պատրաստ են գործի անցնել, պետք է ճիշտ պատասխաններ ստանանք։ Դրանք պետք է լինեն 100%-ով լավ պատասխաններ։ Եթե ստանանք, կխնայենք շատ ժամանակ, էներգիա եւ ամենակարևորը կյանքեր։ Իրանի արտգործնախարարն էլ արձագանքել է, հայտարարելով, որ Թեհրանը պատրաստ է եւ բանակցություններ վարել Միացյալ Նահանգների հետ եւ պատերազմել անհրաժեշտության դեպքում։ Աբաս Արաղչին նշել է, որ Իրանի դիվանագիտական ջանքերը կշարունակվեն ռազմական հրամանատարության հետ սերտ համակարգմամբ։ Մենք մեր առաքելությունը չենք դիտարկում անջատ մյուսների առաքելությունից։ Որտեղ անհրաժեշտ է պայքարել, մենք կպայքարենք, որտեղ անհրաժեշտ է բանակցել, մենք կբանակցենք։ Իրանցի ռազմական աղբյուրն էլ ում անունը չի նշվում, ռուսական ՌԻԱ Նովոստի լրատվական գործակալությանն ասել է, որ Իրանն ունի ժամանակակից զենքեր, որոնք դեռ չի փորձարկել, սակայն պատրաստ է կիրառել, եթե ԱՄՆ-ն կրկին հարձակվի։ Սարքավորումների եւ պաշտպանական կարողությունների պակասի խնդիր չունենք, որը կխանգարեր մեզ պաշտպանելու մեր երկիրը։ Այս անգամ մտադիր չենք զսպվածություն ցուցաբերել, հավելել է աղբյուրը։ CNN-ը հղումանելով ԱՄՆ հետախուզական տվյալներին ծանոթ երկու աղբյուրի հաղորդում է, որ ապրիլի սկզբին սկսված 6 շաբաթյա հրադադարի ընթացքում Իրանն արդեն վերսկսել է անօդաչուների արտադրության մի մասը, ընդ որում հետախուզական տվյալները վկայում են, որ Իրանի բանակը վերականգնվում է շատ ավելի արագ, քան սկզբանե կանխատեսվում էր։ ԱՄՆ հետախուզության գնահատականներով Իրանը կարող է լիովին վերականգնել իր անօդաչուների կարողությունները ընդամենը 6 ամսվա ընթացքում։ Իրանցիները գերազանցել են վերակառուցման բոլոր ժամկետները, որ ուներ հետախուզական համայնքը, CNN-ին ասել է աղբյուրներից մեկը։ Ու մինչ Թեհրանն ու Վաշինգտոնը սպառնալիքներով են փոխանակվում, Իսրայելը շարունակել է հարվածները Լիբանանի հարավին, պնդելով, որ թիրախավորում է արևմուտքի կողմից ահաբեկչական ճանաչված Հեզբոլայի ենթակառուցվածքները։ Լիբանանում պատերազմի հետևանքով առ այսօր սպանվել է 3042, վիրավորվել ավելի քան 9300 մարդ։ Այսքանը օրվա մյուս լուրերի համար բաժանորդագրվեք Ազատության էջերին սոցցանցերում կհանդիպենք։